Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Հայաստան, Թուրքիա, առևտուր, ինչ են հայտնում թուրքական լրատվամիջոցները։ Խաղաղության կամրջով ադրբեջանցիներ են եկել Հայաստան, ինչ օրակարգով և ովքեր են եկել։ Վեհափառին աջակցող գրառման գինը, ինչ էին փնտրում իրավապահները Իզմիրլյան բժշկական կենտրոնում։ 2025-ին հրազենի գործադրման հանցագործությունների թիվն աճել է 24 դեպքով, ներքին գործերի նախարարությունն ամփոփում է 2025 թվականը։ Մենք հավուր պատժեցի կատարել ենք ներքին գործերի նախարարության առջև տրված խնդիրը։ Մարտի 1-ի թղթապանակը բացված է նախընտրական փուլին ընդառաջ, ովքեր են նոր մեղադրյալները։ Թուրքիան և Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի տարածքով ուղիղ ցամաքային առևտուրը թույլատրելու վերաբերյալ, հայտնել է թուրքական T24 կայքը։ Թուրքական կայքը գրում է, թե այս քայլը կատարվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների նախաձեռնած ավելի լայն տարածաշրջանային խաղաղության ջանքերի շրջանակում։ Կայքի տեղեկությամբ այս որոշումն ավելի վաղ են ընդունել, մինչև այժմ տեխնիկական մանրամասներն են քննարկել։ Նոր կարգավորման համաձայն Վրաստանի տարածքով տարանցվող բեռներն այլևս չեն հարմարվի վերաարտահանում։ Տարանցման ընթացքում բեռները կպահպանեն իրենց նախնական արտահանման կարգավիճակը, ինչն էլ թույլ կտա առանց վրացական միջնորդ ընկերությունների ներգրավման և առանց փակ ցամաքային սահմանի վերաբացման հնարավոր դառնա ուղղակի երկկողմ առևտուր։ Մինչ քննարկում են Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտուրը, խաղաղության կամրջով ադրբեջանցիները գալիս են Հայաստան։ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսօր առավոտյան եկել են Հայաստան, ցամաքային սահմանահատվածով։ Սա ադրբեջանցիների առաջին այցը չէ Հայաստան։ Ադրբեջանական պատվիրակությունը Երևանում էր նաև անցած տարվա հոկտեմբերին, բայց եկել էր օդային ճանապարհով։ Ընդ որում, այս անգամ պատվիրակության կազմն ավելի ընդլայնված է։ Ինչու են ադրբեջանցիները եկել Երևան, խաղաղության գործընթացը մտնում է նոր փուլ, թե քարոզչական դաշտը լցնելու հերթական քայլն է, ռեպորտաժում։ Հայաստան են ժամանել Ադրբեջանի պետական քաղաքականությունն առաջ տանող ադրբեջանցի գործիչներ։ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում մեկնարկել է հայ-ադրբեջանական կլոր սեղան քննարկումը քաղաքականության կամուրջ նախաձեռնության շրջանակներում։ Առաջին կադրերը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական քաղաքասարակության ներկայացուցիչների երկրորդ այցն է Հայաստան։ Այս անգամ հայ-ադրբեջանական այսպես կոչված սահմանազատված ցամաքային հատվածով են ադրբեջանցիներ ժամանել։ Ի տարբերություն նախորդ այցի, այս անգամ ադրբեջանցիների կազմն ավելի ընդգրկուն է։ Օրինակ, ադրբեջանական Մեկ Նյուզ Ազգ կայքի գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան ադրբեջանական պատվիրակության կազմում է։ Ընդ որում, այս կայքն ամենաշատն է գրում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին։ Պատվիրակության մյուս անդամը Ռաուֆ Ագամիրզաևն է, տրանսպորտի հարցերով փորձագետ է։ Նա թվային զարգացման և տրանսպորտի նախարարության առընթեր հանրային խորհրդի անդամ է։ Ադրբեջանագետն այս մասնագետի այցը կապում է TRIP-ի շուրջ քննարկումների հետ։ Վերջին շրջանում տարածաշրջանում TRIP-ի շուրջ ստեղծված քննարկումները, առհասարակ պրոցեսները բավականին ակտիվ փուլ են մտել։ Կարծում եմ, որ այս մասնագետի ներկայությունը այստեղ հատկապես կարևորվում է հենց լոգիստիկ տրամաբանության շրջանում քննարկումներ անցկացնելու ուղղությամբ։ Կարապետյանը նկատում է ադրբեջանական պատվիրակության մեջ չկա իրավապաշտպան։ Ադրբեջանը հաճախ է խոսում հումանիտար խնդիրների մասին, Արցախյան առաջին պատերազմում իրենց ձևակերպմամբ անհետ կորածների վերաբերյալ։ Իհարկե պետք է նշեմ, որ բավականին տարակուսելի այն հանգամանքը, որ այս 19 հոգանոց պատվիրակության կազմում չկա որևէ իրավապաշտպան, որի հետ հնարավոր կլիներ քննարկել հումանիտար ոլորտում առկա խնդիրները, եւ օրինակ ադրբեջանական կողմը եւս պարբերաբար խոսում է իր, այսպես ասած, հումանիտար խնդիրների մասին, շեշտում է ինչպես անհետ կորածների հարցը, ինքն է նշում 90-ականների թվականներից եւ այլն, եւ կարծում եմ, որ իրենք եւս պետք է որ շահագրգռված լինեին այստեղ ունենալ իրավապաշտպան։ Նախորդ անգամ ադրբեջանական պատվիրակության այցին հաջորդեց հայկական պատվիրակության այցը Բաքու։ Հայկական հասարակությունում այս այցերը միանշանակ չեն ընդունվում։ Հանրությունը դեռ ամբողջապես չի ընկալում սկսված գործընթացը։ Ադրբեջանում էլ է այդպես։ Ադրբեջանագետի խոսքով իրենց հասարակությունն ավելի լավ է ընդունում Հայաստան այցերը, քան հայերի Բաքու այցը։ Տոլերանտության
ապահովության մակարդակը հայ հասարակության մոտ բավականին ավելի բարձր է, քան ադրբեջանական հասարակության, նաև ադրբեջանցիները այստեղ շատ ավելի հեշտ են գալիս, քան հայերը գնում են Ադրբեջան եւ հասարակությունների շրջանում այդ վստահության մթնոլորտը իրականում հայ հասարակության մոտ այս պահին մի փոքր ավելի շատ է, իրենք հեշտ են այլևս ընկալում ադրբեջանցիներին Հայաստանում։ Լրագրողներ, ՀԿ նախագահներ, ադրբեջանական կառավարությանն առընթեր կառույցների ներկայացուցիչներ եւ այլն։ Ադրբեջանական պատվիրակությունն այստեղ է լինելու մինչեւ կիրակի, քննարկման օրակարգը սակայն դեռ գաղտնի է պահվում։ Սեդամակարյան, ABC Media։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը մտնի գործնական փուլ։ Նրա խոսքով Հայաստանում ատոմակայանի համար փոքր ռեակտորների կառուցումը, որը հավանաբար կֆինանսավորվի վարկով, կվճարեն երկրի ապագա սերունդները։ Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի հավանական է, որ դա կլինի առողջարքի գործարք, որը կկազմի երկրի տնտեսական ՀՆԱ-ի 1/3-ից ավելին, եւ ամենայն հավանականությամբ վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, ուզում են, որ Եվրամիության առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Նրա խոսքով հետագա գործակցության ձևերը քննարկման փուլում են։ Զուգահեռ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ, երկաթուղու, երասխի եւ աղուրիկի հատվածներում աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։ Նրա խոսքով քննարկումները վերաբերում են հատկապես այդ երկու հատվածներում ռուսական կողմի ներգրավվածությանը։ Տպավորությունը այնպեսին է, որ առնվազն այդ երկու հատվածների մասով մենք որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ եւ որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք։ Եթե ստացվի այնպես, որ իրենք անեն դա շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, եթե ինչ-որ հարցեր խանգարեն, չնայած իմ ըմբռնումը այնպեսին է, որ պիտի հարցեր չլինեն, որոնք առնվազն երասխի եւ աղուրիկի մասով խանգարեն, այդ դեպքում, եթե այդպիսի հանգամանքներ լինեն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որտեղ դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է, ինչի ուղղությամբ մենք շարժվում ենք։ Խուզարկություն, վաղ առավոտյան, առգրավված համակարգիչ ու փող։ Իրավապահները այսօր Իզմիրլյան բժշկական կենտրոնում էին։ Գործում նշված է, թե Իզմիրլյան բժշկական կենտրոնը թանկարժեք բժշկական գույք է ձեռք բերել ընկերությունից, որը պատկանում է բարձրաստիճան հոգևորականներին։ Տեղեկությունը տրամադրել է ազգային անվտանգության ծառայությունը։ Թեպետ քննչական կոմիտեն ասում է, որ վարույթը նախաձեռնել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, բայց տարօրինակ զուգադիպությամբ խուզարկությունները սկսվում են այն ժամանակ, երբ պրոֆեսոր Արմեն Չարչյանը վեհապարին աջակցող գրառում է անում։ Ինչ էին փնտրում իրավապահներն ու սա արդյոք կաթողիկոսին աջակցելու գինն էր, ռեպորտաժում։ Փաստաթղթեր, գումար ու համակարգիչներ։ 3 ժամ տևած խուզարկությունից հետո քննչական կոմիտեն Իզմիրլյան բժշկական կենտրոնից արգրավել է այս իրերը։ Առավոտյան ժամը 9-ին բժշկական կենտրոն են եկել քննիչները, ընդհատել են պլանային ժողովն ու ներխուժել տնօրեն Արմեն Չարչյանի, բուժական եւ ֆինանսական փոխտնօրենների ու հաշվապահի աշխատասենյակներ։ Փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հետ կապված գործը վերաբերում է հետեւյալին, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը 2015 թվականից 25 թվականները իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ, իբրև Հայաստանի Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած որ ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները, տվյալ պարագան ուղղակի անմիջապես ներմուծող եւ արտադրող ընկերություններից։ Քրեական վարույթը, որի շրջանակում կատարվել են քննչական գործողությունները, հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերի սկզբին եւ միայն 4 ամիս անց է խուզարկություն իրականացվել։ Վարույթի մասին Չարչյանը չի ծանոթվել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը եւս չի ծանոթվել քրեական վարույթի մասին։ Հարց է բարձրացնում, ինչու հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո հրատապ կարգով չեն իրականացել գործողություններ, չէ որ հրատապ քննչական գործողություններ ենթադրող վարույթ էր։
Այնպես չի, որ քրեական բարույթը կարող են նախաձեռնել եւ 4 ամիս անց իրավական ողջամտության մեջ իրավական ողջամտության մեջ կարող է տեղավորվել, որ 4 ամիս անց նոր գան քննչական գործողություն խուզարկությունը կատարեն։ Հաղորդումը ներկայացրել է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը։ Ալեքսանյանը ծանոթացել է գործի մանրամասներին։ Որոշման նկարագրական մասի մեջ հստակ նշվում է, որ ԱԱԾ համապատասխան աշխատակիցը իր լիազորությունների իրականացման շրջանակներում հատկապես օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու շրջանակներում ավելի նվազ տեսակի։ Միգուցե օպերատիվ հարցումներ, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում չեմ կարող ասել, որտեղ որոշակիացված չի։ Իբրև այդ լիազորությունների իրականացման շրջանակներում ինքը ձեռք է բերել այն տեղեկությունը, որը որ ես քիչ առաջ ձեզ հաղորդեցի։ Եվ դրա հիման վրա հենց ԱԱԾ աշխատակիցն է ներկայացրել համապատասխան հաղորդում։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ գործողություններն իրականացնում են քրեական վարույթի նախաքննության շրջանակում, սակայն չի հստակեցրել, ինչ վարույթի մասին է խոսքը։ Խուզարկությանը նախորդել էր Արմեն Չարչյանի գրառումը, որով նա շնորհավորել էր վեհափառին ամենայն հայոց հայրապետի անվանականչության օրվա առթիվ։ Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է Վարդանանց քաջերի հիշատակության օրը, որը նաև ամենայն հայոց հայրապետի անվանակոչության օրն է։ Վեհապար Տեր Իզմիլյան բժշկական կենտրոնի անձնակազմի եւ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում ենք ամենայն հայոց հայրապետիս անվանակոչության տոնը, մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով եւ քաջառող կյանքի երկար տարիներ, ի փառաս Աստծո, ի պայծառություն մեր եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։ Բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչը Հայր Հովանեսը վեհափառի դեմ գործողությունների ու վարույթի միջև կապ է տեսնում։ Իմ կարծիքով սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում էր։ Եվ մենք սրան սպասում էինք եւ ասեմ ավելին շատ են ուշացել։ Մենք ավելի շուտ էինք իրեն սպասում այստեղ։ Փաստաբանը նույնպես պատահական չի համարում, որ վարույթն ընդունվել է հենց այն ժամանակ, երբ կաթողիկոսի դեմ ակցիաները հասել էին մայր տաճար։ Այս պահին վարույթի շրջանակներում ձերբակալության կամ կալանքի որոշում չկա։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ներքին գործերի նախարարն էլ ամփոփել է 2025 թվականի գերատեսչության գործունեությունը։ Ըստ նախարարի ներկայացրած վիճակագրության հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվն աճել է 24 դեպքով։ Այդուամենայնիվ աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը։ Բացահայտված գործերի մասին խոսելիս նախարարը նաև պատասխանել է Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության հանգամանքները պարզելու մասին հարցին։ Մենք հավուր պատժեցի կատարել ենք ներքին գործերի նախարարության առջև դրված խնդիրը եւ ապահովել ենք սպանության բացահայտում իհարկե համագործակցելով մեր գործընկերների հետ։ 2025-ին ներքին գործերի նախարարությունն արգրավել է 768 կիլոգրամ թմրանյութ, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվանից։ Ներքին գործերի նախարարի խոսքով 2025-ին ընդունել են թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ որակապես նոր ռազմավարություն, որը թիրախ է դարձրել թե հանրային առողջապահությունը, թե հանրային անվտանգությունը։ Պիտի փաստեմ, որ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերների հետ համագործակցությամբ որոշակի փոփոխություններ ենք իրականացրել փոստային առաքանիների թեմայում եւ արդեն իսկ ավելի պարտադիր է դարձել ստացողի մասով նշումը եւ այս տեսանկյունից պիտի փաստեմ, որ 30.1%-ով այսպիսի ներմուծման դեպքեր կրճատվել են այս քաղաքականության որդեգրման արդյունքում։ Մարտի 1-ի թղթապանակը կրկին բացվել է, նոր անուններ են գրվում։ Հակակոռուպցիոն կոմիտեում նոր մեղադրանքներ են առաջադրվել 2008-ի հունվարի 1-ին խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունների համար։ Այս անգամ մեղավորի աթոռին են նստելու ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։ Նրանք ստորագրություն են տվել երկրից չհեռանալու մասին, իսկ ինչու է այս թեման դարձյալ հայտնվել օրակարգում, Անահիտ Սարգսյանն է պատմում։ Ինչու է հիմա ակտիվանում մարտի 1-ի գործով քննությունը։ Սա հերթական քարոզչական աղմուկն է, թե կարող է բացահայտվել տեղի ունեցածը։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանը համոզված է, աղմուկը նախընտրական քարոզարշավի շրջանակում պետք է դիտարկել։ Այս ամենը մենք գնահատում ենք որպես նախընտրական կրկես։ Ավելին, Զուրաբյանը Փաշինյանին համարում է մարտի 1-ի գործի բացահայտումը կանխողն ու պարտակողը, գլխավոր պարտակողը։ Ոչ մի գործընթաց մենք չտեսանք, որ հետևողական տարվի եւ հասցվի ավարտին։ Համենայն դեպս մեղադրանքն առաջադրված է եւ հակակոռուպցիոն կոմիտեից մեզ պատասխանում են, թե ինչ հիմքով։
Մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործունեությունը կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահական գնդի հրամանատարի եւ նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց։ Կարող են հորինվել նախ եւ առաջ։ Եվ երկրորդը, ինչ էլ ոչ տեղի ունենա, անպայման դալինելու է նախընտրական արշավի, այսպես բաղաժամ սկսված, նախընտրական արշավի ծառայող որևէ գործընթաց։ Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը զգուշացնում է, այս կերպ փորձում են շեղել հանրությանը ցավոտ խնդիրներից։ Հիշեցնում է, դեռևս 8 տարի առաջ այս իշխանությունը լուրեր տարածել, թե բացահայտվել են մարտի 1-ի գործով բոլոր մեղավորները։ Ես դա շատ լավ հիշում եմ, որովհետև ինձ հրավիրել են, որ այսպես ասած կիսեն այդ ուրախ լուրը։ Հիմա տեսեք, տարիներ անց, փաստորեն 8 տարի անց, մենք պարզում ենք, որ այդպիսի այն օրերի տարածած լուրը ամբողջովին վերին աստիճանի սուտ էր եւ ինչ-ինչ նպատակների համար էր ծառայում։ Մարտի 1-ի գործով այդպես էլ առաջընթաց չնկատվեց։ Պարզապես մեղադրանքների տեղապտույտ է, ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Թե ինչ նպատակով են նույն մարդկանց, որոնք ակնհայտորեն մասնակից էին մարտի 1-ի բարբարոսություններին նշանակում սկզբից ոստիկանապետ, ապա ազատում եւ տարիներ անց ներգրավում որպես մեղադրյալ կամ մեղադրանք առաջադրում, ես ասել չեմ կարող, տրամաբանությունը չեմ հասկանում իշխանությունների եւ նաեւ չեմ պատկերացնում կամ չեմ հասկանում նրանք ինչ խնդիր են լուծում, ցանկանում են բացահայտել մարտի 1-ը, պատժել մեղավորներին, թե ուղղակի իրենց սեփական քաղաքական այս պահի խնդիրներն են լուծում։ Մարտի 1-ի գործը շրջանառելով, ինչ քաղաքական խնդիր է լուծում իշխանությունը։ Վարդան Հարությունյանը մի տարբերակ է հավանական համարում։ Կարծում եմ կապված է գալիք ընտրությունների հետ։ Ելնելով տարիների փորձից իրավապաշտպանները կանխատեսելի են համարում գործի ընթացքը։ Այսօր արվում են հայտարարություններ, որոնք վաղը հերքվելու են։ Ասում են, սա Փաշինյանին պետք է ընտրազանգվածին համոզելու համար, որ չի մոռացել մարտի 1-ը բացահայտելու խոստումը։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում է ընտրության։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի սկզբին տեղի կունենա ԿՊ համաժողովը, որի ժամանակ կընտրեն ընտրական ցուցակի վերջնական թեկնածուներին։ Սակայն Փաշինյանի հայտարարությունները միայն խորհրդարանի գալիք ընտրության մասին չէին։ Նա խոսել է եպիսկոպոսատ ժողովի մասին ու ասել, որ թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանեն։ Հայաստանից դուրս եպիսկոպոսատ ժողով հրավիրելու եւ այս process-ների խորքային նախաձեռնությունը Հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է եւ որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության այդ հանգամանք ուժեղացնելը եւ որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը։ Փաշինյանի խոսքով Հայաստանը եւ Ադրբեջանը Զայեդ մարդկային եղբայրության մրցանակից ստանալու են $500,000։ Մրցանակը դեռ չեն փոխանցել։ Փաշինյանը դեռ չի որոշել, թե ինչ նպատակի է ծառայելու այդ $500,000։ Երբ հստակ որոշեն, կհայտարարեն։ Ուկրաինայի հարցի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը։ Կոնկրետ օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի սկզբին Աբու Դաբիում։ Մյունխենի անվտանգության համաժողովում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ մտել են բաց հակամարտությունների եւ պատերազմների նոր փուլ։ Միասին մենք մտել ենք մի դարաշրջան, որը կրկին նշանավորվում է ուժով եւ մեծ տերությունների քաղաքականությամբ, ասել է Մերցն ու հավելել, որ եվրոպացիների եւ իհարկե գերմանացիների գլխավոր խնդիրն այսօր այս նոր իրականությունն ընդունելն է։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի եթերում կլինի վաղը ժամը 12-ին, բարի գիշեր։